Ճապոնիայում տարբեր ոնց որ թաղամասներ կան, ես բախտի բերմամբ ապրում եմ այնպիսի թաղամասում, որտեղ մեծ մասամբ ճապոնացիներ են, շատ քիչ կարելի է արտասահմանցի տեսնել։ Ամեն անգամ ինչ որ մարդիկ կգան, ինձ կբարևեն, բարև, որտեղից ես եւ այսպիսի ոնց որ small talk փոքր խոսակցություն կլինի։ Ես արդեն սովորել եմ դրան, բայց ամեն անգամ երբ որ ինձ գալիս են ու ասում են որտեղից ես, երբ որ ես ասում եմ որ Հայաստանից եմ, իրանք sense նայում են իմ վրա եւ sense ասեմ 99% մարդիկ ովքեր ինձ տեսնում են, ասում են որ ինձ թվում է որ դու Ռուսաստանից ես։ Ու ես չունեմ ռուսական դիմագծեր, ես չունեմ ընդհանրապես սլավոնական դիմագծեր։ Ես մտածում ինչ են իրանք կարծում որ ես ռուսի նման եմ, չգիտեմ, ավելի արաբ եթե ասեին Լիբանանից ավելի ոնց որ կսազեր, քան թե ռուս, մտածում Ստե մի բան ինչի։ Ու ես հարցրեցի ամուսնուս, ասում ինչի է բոլորին թվում, որ ես ռուս եմ։ Ու իմ ամուսինը շատ հետաքրքիր բան ասեց, ինքը ասեց որ դա նրա համար չի որ դու ռուսի ես նման կամ ինչ որ սլավոնական տեսք ունես, ասում չի իրանք ճապոնացիները ընդհանրապես չեն տարբերում սլավոնական, չսլավոնական, եթե դու Caucasian ես, դու Caucasian ես, ասում եմ բա ի՞նչն է խնդիրը, ինչի եմ ես ռուս, ինչի եմ ես իրանց համար ռուս, ասում եմ քո դեմքի արտահայտության պատճառով, այսինքն ռուսները ունեն, երբ որ իրանք քայլում են, իրանք չեն ժպտում, եւ ես էլ, երբ որ ես քայլում եմ, ես այսպիսի դեմքով եմ, ես ասում եմ, երբ որ ամերիկացիներ են լինում կամ եվրոպացիներ են լինում, նրանք անպայման քայլելուց շփվում են, իսկ երբ որ